հասնելը գյուղացուն, կոնկրետ այն մարդուն, որին պետք է այդ վարկը, արդեն մի քանի կազմակերպություն մեջից փողերը տանում են։ Չհաշված այն մասնավորին, որ կարող է մի մասն էլ իր գրպանը դնի, որը որ ստորագրում է։ Բայց այդ դնենք այն կողմ, այդ կոռուպցիան դնենք այն կողմ։ Կառավարությունը գումարը տալիս է բանկին, բանկը այդ տոկոսի վրա մի քանի անգամ ավելի տոկոս է առաջացնում եւ հատկացնում է գյուղացուն։ Գյուղացին էլ շատ դեպքերում տակ է տալի, չի կարողանում բանկի վարկը տա եւ ի վերջո ստիպված կամ սնանկանում է, կամ է հողը վաճառում է, որը գնա բանկի փողերը փակի։ Հայաստանում գոյություն ունեցող բանկերի 90%-ը ոչ մի հայ սեփականատեր մեջը չկա։ Մենք ինչ-որ բամբասանքներ ենք լսում, որ այս ինչ ղեկավարն է մեջը, այս ինչն է մեջը, էսի սրանն է, էսի սրանն է, բայց ասեմ ձեզ, ինչքան էլ մեր հայերը այնտեղ տոկոս ունենան, մենք պիտի ուրախանանք։ Իրականությունը նա է, որ այդ բանկերի